Այս պայն մենք կզրուցենք իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոնիսյանի հետ։ Դանիել ՀՀԿ գրասենյակի տնօրենը փոխոստիկանապետի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ոստիկանությունը հուլիսի 17-ից սկսած աշխատել է իրավաչափ օրենքի շրջանակներում եւ արեստավարժ։ Այս գնահատականին ինչպես է վերաբերում, հաշվի առնելով նաեւ այն, որ ոստիկանների կողմից տեղի ունեցող անօրինական գործողությունների մասին շատերն էին ահազանգում, մասնավորապես նաև քաղաքացիական հագուստով ոստիկանների պահվածքի վերաբերյալ, ինչի մասին ընդհանրապես անդրադարձ չեղավ, հա? Ես ուզում եմ ասեմ, նախ մեզ բավականին զարմացրեց այդ հայտարարությունը եւ մենք կուզենայինք դրա հաստատումը լսել նաև ԵԱՀԿ Երևանյան գրասենյակից, որտեղ այս պահին եթե չեմ սխալվում, մենք լսել ենք միայն ոստիկանությունից։ Ինչ վերաբերվում է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի դիրքորոշմանը, ապա բավականին իրարամերժ է այս դիրքորոշումը եւ հուլիս ամսին տարածված հայտարարությունը, հա։ Միգուցե այստեղ խոսում է այն, որ պարոն Ավակովը, գրասենյակի տնօրենը Երևանյան, ռուսաստանցի է եւ ռուսաստանյան չափանիշներով ոստիկանությունը իրոք շատ փափուկ է գործել, հա, որովհետեւ Ռուսաստանում մաչից всех սարցիրի պրինցիպով բոլոր սասնածռերի անդամներին, չգիտեմ, տեղում կգնդակահարեին հրետանային զենքերով, իսկ ցուցարարների ուղղությամբ ուղղակի, չգիտեմ, լավագույն դեպքում ռետինե փամփուշտներով կկրակեին, հա։ Այսինքն Ռուսաստանյան չափանիշներով միգուցե իրոք վատ չէր ոստիկանության գործողությունները, բայց ԵԱՀԿ-ն դա այն կառույցը չի, որը պետք է առաջնորդվի բռնապետական չափանիշներով, հա։ Այստեղ բավական մտահոգիչ է դեպի նման դիրքորոշումների արտահայտումը։ Ավելին, ինչ վերաբերում է պրոֆեսիոնալիզմին կամ այո, ոստիկանությունը շատ պրոֆեսիոնալ մարդ էր ծեծում։ Մարդ ծեծելու հարցում իրանք ցուցաբերեցին բարձր պատրաստվածություն, բարձր պրոֆեսիոնալիզմ։ Բայց եթե մենք խոսում ենք առհասարակ ոստիկանության գործողությունների իրական պրոֆեսիոնալիզմի մասին, ապա որևէ պրոֆեսիոնալիզմ չկար եւ այն որ օրինակի համար, հա, արդյունքաբեր գազերից տուժել է 18 ոստիկան եւ 1 ցուցարար։ Այսինքն ոստիկանությունը կիրառել է արդյունքաբեր գազեր, հետո ոստիկանները այդ արդյունքաբեր գազերից թունավորվել են, հա, որտեվ հակագազ չունեն հակած։ Սա խոսում է այն մասին, որ ոստիկանությունում պրոֆեսիոնալիզմ գաղափարները իրարից բավականին հեռու են։ Արեստավարժության մասին խոսելն այստեղ արդեն ավելորդ է եւ բացի այդ տեսեք խորենացի փողոցում եւս մի շարք բերման ենթարկվածներ էին եղել, հա, սկզբնական օրերին, հետո ընդհանուր բերման ենթարկվածների թիվը մինչեւ 700 հասնում է առանձին տվյալներով, նույնիսկ ավելին, այո։ Եվ բացի այդ նաեւ բանակցությունների ընթացքում կրակել են սասնածռերի ուղղությամբ, սա էլ է, որի մասին բարձրացել է խնդիր, որի մասին բազմաթիվ փաստաբաններ բարձրաձայնել են, հա։ Տեսեք, երբ մենք ասում ենք պրոֆեսիոնալիզմ, մենք պետք է հիշենք, որ սասնածռերը, ովքեր ըստ տարբեր տեղեկությունների միջև ընդամենը 3-ներ իրենցից զինված հարձակման պահին կարողացել են գրավել ոստիկանության բարեկապակետային ծառայության գունդը, հա։ Ինչ ուժային կառույց է, թե կարելի է այդ ուժային կառույցի գունդը գրավել ընդամենը 3 միավոր հրազենով։ Սա այստեղ պրոֆեսիոնալիզմ չկա ոստիկան, սա, չգիտեմ, սուլիչ փչողների, սա 15 հոգով մի խաղաղ անձեն ցուցարարի վրա գցվողների ու ծեծողների խմբավորում է եւ ոչ թե պրոֆեսիոնալ ոստիկանություն։ Ոստիկանությունը, չգիտեմ, արդյունքաբեր գազեր են կիրառում, հետո հրաման են տալիս գնալ մտնել այդ արդյունքաբեր գազերի մեջ, հետո հասկանում են, որ այտենց իրանք են թունավորվում, հետ գալ 18 հոգի։ Պատկերացնում եք 18 ոստիկանները ընդամենը մի ցուցարար էր թունավորվել թունավոր գազերից, արդյունքաբեր գազերից եւ 18 ոստիկան։ Ինչ պրոֆեսիոնալիզմի մասին կարող է խոսք լինել, հա։ Ամբողջ ոստիկանության համակարգում մի հոգի պրոֆեսիոնալ բանակցող չկա, հա։ Մենք ոստիկանությունից գրություն ունենք, որով ասում են, որ ոստիկանությունում բանակցողի կամ հոգեբանի հաստիկ գոյություն չունի։ Ինչ պրոֆեսիոնալիզմ։ Ես ասում եմ, իրենք պրոֆեսիոնալ սուլիչ փչողներ են, իրենք պրոֆեսիոնալ, չգիտեմ, 5, 10, 15 հոգով մի խաղաղ ցուցարարի վրա գցվող, ծեծվող բերման ենթարկողներ են, բայց ոչ պրոֆեսիոնալ ոստիկաններ։ Ըստ էության հանդիպումը եղել էր այն փոխոստիկանապետի հետ, որը այսպես ասած պատանդ էր, հա։
Հիմա հարց այստեղ էլ արդեն արհեստավարժության մասին խոսք լինել չի կարող, որովհետև փոխոստիկանապետը ինչպիսի հանգամանքներում է պատատ ընկել եւ ընդհանրապես նաեւ Օսիպյանը, հա, բարձրաստիճան ի վերջո ոստիկաններ էին պատանդի կարգավիճակում հայտնվել։ Հուլիսի 17-ին, երբ ոստիկանությունը փորձեց գրող կազմակերպել արդեն գունդը վերցրած ասնածռերի ուղղությամբ, սա կրկին ոչ պրոֆեսիոնալիզմի դրսևորում էր, իրանք ընդհանրապես չպատկերացրեցին, թե ով է իրենց դիմաց, ինչին է պատրաստ իրենց դիմացինը եւ դա էր արդյունքը, որ իրենք իդեմս գեներալ մայորի եւ գնդապետի պատանդ տվեցին, իդեմս մեկ գնդապետի կորուստ տվեցին, հա, որովհետեւ իրենք ընդհանրապես պատրաստված չէին, ընդհանրապես ոստիկանությունը պատրաստված չէր այսպիսի գործողություններին, բայց այս դեպքում իրենք պատրաստ չէին նաեւ լոկալ, որ այսպիսի դեպքերի զարգացում կլինի։ Իրենք սովոր են, որ հայաստանցիները խաղաղ ցուցարարներ են, որ առավելագույնը խաղաղ կնստեն Բաղրամյան պողոտայի մեջտեղում եւ ոչ մեկ անգամ մի դատարկ պլաստիկ շիշ չի նետի ոստիկանների ուղղությամբ, ինչպես անցյալ տարի տեղի ունեցավ, հա, բայց ինչ որ մի պահ մարդկանց համբերության բաժակը լցվում է, ինչին ոստիկանները սովոր չէին։ Դուք հարցում եք ուղարկել պարզելու համար, թե ինչ հատուկ միջոցներ են կիրառվել խաղաղ ցուցարարների նկատմամբ եւ նաեւ մի կողմից էլ Պավլիկ Մանուկյանի փաստաբան նահազանգեց, որ նրանց ուղությամբ իր եւ որդու ուղությամբ կրակել են իստիգալ տեսակի զինատեսակից, սա ինչի մասին է խոսում եւ ինչու միջև այժմ ոստիկանությունը ոչինչ չի ասում, ոչ ոստիկանությունը, ոչ նախաքննական մարմինը չեն պարզաբանում ի վերջո ինչ զինատեսակով են կրակել Սասնա-Ծռեր խմբի նշված անդամների ուղությամբ։ Ես ուզում եմ հստակեցնել, որ իստիգալը դա ադրբեջանական հրազեն է։ Այսինքն, եթե դա իրոք համապատասխանում է իրականությանը, ապա ամեն ինչ բավականին սիմվոլիկ ընկնում է իր տեղը, հա, Պավլիկ Մանուկյանի եւ իր որդու ուղղությամբ կրակում են ադրբեջանական անգամ զենքերից, այդտեղ նաեւ սա սիմվոլիկ արժեք ունի այս տեղեկատվությունը, բայց ինչ վերաբերում է ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցներին, ապա ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ, որոնք իրենք ուղղակի իրավունք չունեն կիրառել, քանի որ ցանկացած հատուկ միջոցի վերաբերյալ պետք է առողջապահության նախարարի համապատասխան տեղեկանքը լինի այդ միջոցի կիրառման սահմանափակումների վերաբերյալ, իսկ Զարյա 3-ի վերաբերյալ նման բան չկա։ Ոստիկանությունը կիրառել է մի քանի տասնյակ միավոր Զարյա 3։ Երկրորդը մյուս հատուկ միջոցները, որ կիրառվում էին կրկին առողջապահության նախարարի այդ հրամանի խախտմամբ, հա։ Օրինակ շատ նռնակներ արգելված է այնպես կրակել, որ պայթի մարդուց 2.5 մետրից փոքր հեռավորության վրա, բայց իրենք թիրախավորում էին մարդկանց եւ կրակում այնպես, որ հենց մարդկանց մոտ պայթեր, արդյունքում շատերը ստանում էին բեկորային վնասվածքներ, այրվածքներ։ Բացի այդ, եթե մենք խոսենք առհասարակ հատուկ միջոցների կիրառման իրավաչափության մասին, ապա հուլիսի 29-ի մասին ընդհանրապես խոսք չկա, որ հատուկ միջոցները անիրավաչափ են կիրառվել, ուղղակի ոստիկանական հարձակում էր, ինչ որ ավազակային էր, հարձակում էր ցուցարարների ուղղությամբ, թե Խորենացու փողոցի վրա, թե Սարի թաղում։ Ինչ վերաբերվում է աչքը հանած երիտասարդ ունենք, աչքը կորցրած երիտասարդ ունենք։ Ինչ վերաբերվում է հուլիսի 20-ին, ապա այդ դեպքում իհարկե ցուցարարների կողմից ինչ որ սադրիչներ կային, ում հաջողվեց սադրանքներ գործել, բայց ոստիկանությունը այդ սադրիչներին չեզոքացնելու կամ գոնե այդ սադրիչներին ուղղությամբ հատուկ միջոցներ կիրառելու փոխարեն հատուկ միջոցները կիրառում էր խաղաղ ցուցարարների ուղղությամբ, ովքեր ցույցի միջնամասում եւ ետնամասում էին, հա։ Այսինքն այս դեպքում եւս հատուկ միջոցների կիրառումը բացարձակ անիրավաչափ էր եւ ոստիկանությունը, որ ընդհանրապես իրականում ենք մոռացել ենք ոստիկանության ֆունկցիան քաղաքացիներին, հանցագործներից եւ քաղաքացիներին անիրավաչափ վնաս տվողներից պաշտպանելն է, հա։ Եթե քաղաքացիների անվտանգությունը ապահով, եթե մեկը պետք է գա ու ձեզ, չգիտեմ, ձեր աչքը հանի, ձեր, չգիտեմ, ոտը ջարդի կամ ոստիկանի ֆունկցիան պաշտպանելն է ձեզ։
Հազար ներողություն ոստիկանության գործողությունների արդյունքում 33 ցուցարար կոտրվածք է ստացել։ Մի քաղաքացի աչք է կորցրել, չգիտեմ, տասնյակ քաղաքացիներ ստացել են բեկորային վնասվածքներ, տասնյակ քաղաքացիներ ստացել են այրվածքներ։ Սա սովորական ինչ-որ խուլիգանական, ինչ-որ ավազակային գործողություններ են եւ ոչ թե ոստիկանական գործողություններ։ Եթե հուլիսի 29-ին ոստիկանության շարքերում լիներ գոնե մեկ իրական ոստիկան, այդ իրական ոստիկանը պետք է մոտենար հատուկ միջոցներ կիրառողներին կամ հրաման տվողներին, ու իրենց հայտներ, որ իրանք գործում են հանցագործություն եւ իրենց ձերբակալել կամ գոնե փորձեր ձերբակալել։ Ի վերջո նաև աղաղակող օրենքի խախտում էր զորամասեր տանելը, հա, բերման ենթարկվածներին, որի մասին բազմաթիվ անգամ ահազանգել էիք, այսինքն զորամասեր բերման ենթարկելու իրավունք չունեին։ Իսկ ոստիկանությունը օգտագործում է ոստիկանության զորքերը այնտեղ, որտեղ իրավունք չունի։ Նախ ցուցարարին չի կարելի բերման քաղաքացուն առհասարակ որևէ պարագայում չի կարելի բերման ենթարկել ոստիկանության զորքերի զորամաս։ Իրավական տեսանկյունից յա ոստիկանության զորքերի զորամաս, յա չգիտեմ Լևոն Երանոսյանի տաննկուղը կամ չգիտեմ Վովա Գասպարյանի տաննկուղը։ Դա նույն իրավական գնահատականը պետք է տրվի դրան։ Ինչ վերաբերում է առհասարակ ոստիկանության զորքերին, ապա այսօր մենք նաև պարզեցինք, որ ի հեճուկս անցյալ տարի Բաղրամյանի դեպքերի վերաբերյալ մեզ ոստիկանությունից տված գրության այն մասին, որ ոստիկանության զորքերը ներգրաված չեն եղել Բաղրամյան ցույցը ցրելուն, մենք իմացանք, որ նաև անցյալ տարի իրականում ոստիկանության զորքերը ներգրաված են եղել, հա։ Նրանք այսօր հատուկ քննչական ծառայություն հայտարարեց, որ մեղադրյալներից մեկը անցյալ տարվա գործով ոստիկանության զորքերի զինծառայող է, հա։ Այո։ Նույնը նաև այս տարի մենք ականատես եղանք, որ ոստիկանության զորքերը դա ոստիկանությունից առանձին կառույց է, որը ունի առանձին նպատակներ, առանձին իրավունքներ, առանձին լիազորություններ, կարգավորվում է առանձին օրենքով, հա, ոստիկանության զորքերի մասնօրենքով։ Ոստիկանության մասնօրենքը չի տարածում ոստիկանության զորքերի վրա, հա։ Ոստիկանի գործառույթները չեն տարածում ոստիկանության զորքերի գործառույթի վրա, բայց ոստիկանությունը ճակերտավոր նեղ օրերին օգտագործում է ոստիկանության զորքերի ռեսուրսները ոստիկանության խնդիրների հասնելու համար, ինչը ապօրինի է։ Նույն ձև ոստիկանությունը ըստ էության ոչ պակաս ապօրինի օգտագործում է չգիտեմ, ինչ-որ կրիմինալ խմբերի ռեսուրսները, ինչ-որ օլիգարխների, թիկնազորների ռեսուրսները, հա, մենք դա տեսանք Սարիթաղում հուլիսի 29-ին եւ այլն, այսինքն ոստիկանության ռեսուրսները ուղղակի չեն բավարարում անելու համար այն, ինչ իրենք ուզում են անեն, հա, դեռ մի կողմ թողնելով այն, որ իրենք դրա իրավունքը չունեն անելու։ Ասեք, մի կողմից ունենք հայտարարություն ՀՀԿ գրասենյակի տնօրենի կողմից, որը արհեստավարժ են գործել։ Մյուս կողմից ունենք նաև աշխատանքից ազատման դեպքեր, հա, ոստիկանական կառույցում։ Ի վերջո Երևանի ոստիկանապետը հեռացվեց աշխատանքից, այլ հեռացումներ եւս եղան, հա, նաև Էրեբունու բաժնի պետը, Բաղրամյանի բաժնի պետը, այլ պետեր եւս։ Սա արդեն իսկ խոսում է այն մասին, որ թերևս ոստիկանությունը չնայած նրան, որ բացայտ չի ասում, որ այդ դեպքերի հետ են կապված աշխատանքից հեռացման դեպքերը, բայց այնուամենայնիվ խնդիրներ տեսնում է հենց ինքը ոստիկանությունը, այսինքն մենք այստեղ ՀՀԿ-ն պաշտպանում է ոստիկանությունը, հա։ Տեսեք, շատ հնարավոր է, որ այդ ոստիկանները ազատվել են ոչ թե որովհետև քաղաքացիների նկատմամբ անիրավաչափ ուժ են գործադրել կամ խախտել են ցուցարարների իրավունքները, այլ որովհետև իրենց վատ ծառայության պատճառով հնարավոր եղավ ՊՊԾ գնդի գրավումը, քանի որ դա ոստիկանության համար ուղղակի խայտառակություն էր որպես ուժային կառույցի համար, հա, ոչ թե որպես իրավապահ կառույցի, որպես իրավապահ կառույց ոստիկանության համար խայտառակություն էր այս ընթացքում տեղի ունեցող ամբողջությամբ, մասնավորապես հուլիսի 29-ը, բայց որպես ուժային կառույցի համար ոստիկանության համար թիվ 1 խայտառակությունը այն էր, որ ՊՊՑ գնդգունդը գրավեց, հա, սա թերևս ես համարում եմ, որ այն հրաժարականները կամ այն պաշտպանությունները, որ եղան, հավանաբար կապված են հենց այդ խայտառակության հետ։ Ինչ վերաբերում է ՀՀԿ Երևանյան գրասենյակի հայտարարությանը, ես ասում եմ, պետք է հասկանալ, որ գրասենյակի ղեկավարը
ռուսաստանցի է եւ ինքը միգուցե իր աչքը սովոր է Ռուսաստանի ոստիկանության գործելավոճին, միգուցե այստեղ կան նաեւ ինչ որ աշխարհքաղաքական հարցեր, հա, որովհետեւ մենք բոլորս հիշում ենք թե ինչպես էր Սասնա ծռերի վերաբերմունքը հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ կամ առհասարակ Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ, այստեղ նաեւ պետք չի մոռանալ Ռուսաստանի հորդորները, հա, ուժ կիրառելու վերաբերյալ։ Թե Ռուսաստանի հորդորները ուժ կիրառելու վերաբերյալ, թե առհասարակ մենք հիշում ենք, հա, Վարուժան Ավետիսյանի վերջին հարցազրույցներից մեկը, որ ասում էր, որ սա հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարն է Ռուսաստանի դեմ, հա։ Այսինքն այն, որ Սասնա ծռերը Ռուսաստանին դուր չէին գալիս, սա ակնհայտ է, որ պետք է տենց էլ լիներ։ Եվ միգուցե նաև պարոն Ավակովը այդ սահմաններում էր հարցին մոտենում։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ Ավակովի հայտարարությունը, որը մեզ է հասել, ես կրկնում եմ, ոստիկանության կողմից միջնորդավորված, եւ ես հույս ունեմ, որ հայտարարությունը այդպեսին չի եղել, այլ ոստիկանությունը մի քիչ այն ծաղկացրել է։ Ամեն դեպքում այդ հայտարարությունը պետք է կարդալ այն փաստի պրիզմայի ներքո, որ պարոն Ավակովը ռուսաստանցի է եւ հարցերին նայում է համապատասխան դիտակետով։ Հետո լրագրողների աշխատանքի խոչընդոտման վերաբերյալ ոչինչ չասվեց, չնայած նրան, որ հենց Սերժ Սարգսյանը ինքը լրագրողներից ներողություն խնդրեց, այլ հարց է, որ հորդորեց մոռանալ, բայց այնուամենայնիվ այդ խնդրին ուշադրություն դարձվեց, հա, իրավապահների մասին խոսելիս։ Սերժ Սարգսյանը այդ միջադեպին լրագրողների հետ կապված, հա, հուլիսի 29-ի միջադեպին այդպես արձագանքեց, որովհետև այդպիսին էր արևմուտքի պարտադրանքը, որովհետև արևմուտքը չի կարող հանդուրժել, երբ ակտիվ քաղաքասարակության ներկայացուցիչին կամ պրոֆեսիոնալ քաղաքասարակության ներկայացուցիչին, հա, որոնց թվում են առաջին հերթին զանգվածային լրատվության միջոցները, երբ այդ հասարակության հասցեին գնում են լուրջ ոտնահարումներ։ Դրա համար ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը կրկին պետք է դիտել արդեն ամերիկյան հայտարարությունների ֆոնին։ Ինձ բավական հետաքրքիր է հուլիսի 29-ը ինքը առհասարակ խոսելով հուլիսի 29-ի դեպքերի մասին, ես կարծում եմ, որ պետք է հասկանալ, թե ինչպիսի աշխարհաքաղաքական ճնշումներ են եղել հուլիսի 29-ից առաջ Հայաստանի իշխանությունների նկատմամբ ուժ գործադրելու նկատմամբ եւ հուլիսի 29-ին ու դրանից հետո ուրեմն ուժ գործադրելու փաստի արդիվ, հա, արդեն արևմտյան հայտարարությունները։ Սա բավական հետաքրքիր է, որովհետև ստացվում է, որ ըստ էության Ռուսաստանը կոչ էր անում այդ ուժը գործադրեր, եւ ես չեմ բացառում, որ այդ ուժը գործադրվեց, որպեսզի Ռուսաստանին ցույց տրվի, որ այ տեսեք, մենք ձեզ հավատարիմ ենք, մենք այդպես վարվում ենք, եւ միգուցե սա էր պատճառը, որ լրագրողները թիրախավորվեցին, որտեղ լրագրողների նկատմամբ ուժի գործադրումը դա պատահական չէր, ոստիկանները գիտեն թե ինչպես մի ամբողջ ցույց ցրել մարդկանց ծեծ ու ջարդի ենթարկել առանց լրագրողներին կպնելու, հա, ոստիկանները հստակ թիրախավորել էին լրագրողներին եւ ես չեմ բացառում, որ սա հենց Ռուսաստանին ցույց տալու համար էր, որ մենք ձեզ հավատարիմ ենք, դուք մեզ կոչարեցիք ուրեմն ուժ գործադրել, մենք ուժ գործադրեցինք, ինչին հաջորդեց արդեն Ամերիկայի եւ Արևմուտքի հայտարարությունները, որ եղբայր սա անընդունելի է, եւ Սերժ Սարգսյանը ստիպված եղավ ներողություն խնդրել։ Հիմա Սերժ Սարգսյանը ինչ որ երկու պատի առջև է հայտնվել, մի կողմից Արևմուտքի ճնշումները, մյուս կողմից Ռուսաստանի ճնշումները եւ ինքը փորձում է անընդհատ ինչ որ մեկ այս ճնշումներին տեղի տալ, մեկ այն ճնշումներին տեղի տալ ու ինչ որ լողալ այդ միջակայքում։